ընտրությունները ցույց տվեցին մի կարևորագույն հանգամանք։ Հասարակությունը կարիք ունի նոր դեմքերի, նոր շունչ բերելու քաղաքական դաշտ, որովհետև տեսնում ենք, որ մասնակցությունը եւս այդքան էլ բարձր չէ, 45%-ը, ճիշտ է 21 թվականի համեմատ ավելի ակտիվ է, բայց 45% է ընդամենը կազմում։ Սա խոսում է այն մասին, որ մարդկանց անհրաժեշտ է նոր գաղափարներ, անհրաժեշտ է նոր մոտեցումներ եւ հետեւաբար շատ տեղ կա աշխատելու, շատ տնային աշխատանք կա անելու, որը մեր թիմը պատրաստ է անել եւ շուտով կտեսնեք այդ բաները։ Եվ Տիկին Հովսեփյան, կոնսոլիդացիոն հարթակի հետ կապված արդյոք նաև մեր ձևով հնարավոր է դառնա այն հարթակը կոնսոլիդացիայի, որտեղ ներընդդիմադիր տարբեր ուժեր կմիանան, որովհետև նաև Էջմիածնի ընտրությունները ցույց տվեցին, որ ընդդիմության մասնատվածությունն է ոչ լավ արդյունքների պատճառը։ Հնարավոր համարում եք, որ մեր ձևով կարողանա համախմբել բոլոր ընդդիմադիր հարթակները։ Մենք բազմից հայտարարել ենք, որ մեր ձևով շարժման դռները բաց են բոլոր այն մարդկանց համար, ովքեր որ կիսում են մեր գաղափարները, մեր արժեքները, ովքեր պրոֆեսիոնալ են եւ ում ձեռքերը մաքուր են։ Այնուամենայնիվ համոզված ենք, որ ներքաղաքական դաշտին պետք են նոր մոտեցումներ, հետևաբար ովքեր որ կկիսեն մեր այդ մոտեցումները, մեր դռները միանշանակ բաց են։